Կալիֆոռնիայի Գլենդել հայաբնակ քաղաքում ավարտվեցին մունիցիպալ ընտրությունները, քաղաքային խորհրդի նոր կազմը գործի կանցնի հուլիսից։ Թեման շարունակեք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, կարծում եմ ընտրությունների արդյունքները գոհացրել են հայ համայնքին։ Նախ պարզաբանեմ, Գլենդելի քաղաքային խորհուրդը բաղկացած է 5 անդամից, նրանցից 2-ը դեռ պահպանում են լիազորությունները, դեռ 2 տարի կա մինչև ների ավարտը, խոսքը Արտիկ Հասահյանի ու Վարդան Գարպետյանի մասին է, մնացած 3 տեղի համար, որոնք շուտով թափուր կդառնան, պայքարել է 12 թեկնածու, որոնցից 8-ը էթնիկ հայեր են։ Ըստ ուրեմն կարգի նրանք այն 3-ը, ովքեր առավելագույն ձայներ կհավաքեն ընտրություններում, ընտրված ավականու անդամներ կհամարվեն։ Այժմ վստահորեն կարող ենք խոսել 2 ընտրված պատգամավորների քաղաքային խորհրդի անդամների մասին, մեկը էթնիկ հրեա Դեն Բրոդմանն է, ով 16.5% ձայն է հավաքել, մյուսը մեր հայրենակից նախկին քաղաքապետ Էլեն Ասատրյանն է, գրեթե 15% է հավաքել։ Առայժմ 3-րդ տեղում Ալեկ Բարտրուսովն է, 12.5% հավաքած, չնայած տարօրինակ ազգանվան, նա նույնպես էթնիկ հայ է, բայց դեռ վստահ չենք կարող ասել, որ նա ընտրվել է, քանի որ Ամերիկայում այսպեսի հնարավորություն կա նաև փոստի միջոցով քվեարկելու, եւ ահա այդ փոստային նամակներով քվեարկության արդյունքները դեռ ամփոփվում են եւ տեսականորեն չի կարելի բացառել, որ 4-րդ կամ 5-րդ տեղում այս պահի դրությամբ եղած տեխնացուն ավելի շատ ձայն հավաքի։ Իդեպ 5-րդ տեղում նույնպես մեր հայրենակիցն է։ Այսինքն, այսպես շատ մեծ հավանականությամբ կարող ենք արձանագրել, որ 3 այդ թափուր տեղերից 2-ը կզբաղեցնեն նույնպես մեր հայրենակիցները եւ արդյունքում կարձանագրենք, որ 5 ընտրովի պաշտոններից 4-ը ի վերջո կրկին կզբաղեցնեն էթնիկ հայերը։ Եվ դա կարծում եմ շատ լավ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ Գլենդելում հայերը թեև ամենամեծ համայնքն են, բայց մեծամասնություն չեն կազմում, մոտ 45%-անոց համայնքը այժմ եւ ինչպես եւ մինչ այդ վերահսկում է ընտրովի պաշտոնների 80%-ը։ Կարող էր ավելին անգամ լիներ, եթե հայերը չփոշիացնեին իրենց ձայները եւ եթե ոչ թե 8 հայազգի տեխնացու լիներ, այլ օրինակ 4-ը։ Բայց ամեն դեպքում սա լավ ցուցանիշ է եւ սա հայերի մոբիլիզացիա եւ քաղաքական ակտիվության արդյունք է դարձել։ Ցավոք պարտվեցին այս ընտրություններում նախկին քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը, ով ընդամենը 7-րդ տեղում է, եւ նաեւ հաջողության չունեցան քաղաքում հայտնի ճարտարապետ Գևորգ Գրիգորյանը, բիզնեսմեն Ռոնի Ղարիբյանը, դիզայներ Էվելին Սարյանը։ Գլենդելցիները ընտրում էին ոչ միայն քաղաքային խորհրդի, այլ նաև մունիցիպալ այլ հատյանների անդամների։ Այո, այդ մունիցիպալ կառույցներից 2 կարևոր պաշտոնը հիշատակեմ, քաղաքային խորհրդի պաշտոնում ընտրվել է մեր հայրենակից Սյուզի Աբաջյանը, ով 58%-ով այսպես հեշտ հաղթել է իր մրցակցին, իսկ քաղաքի գանձապետի պաշտոնի համար պայքարող 2 տեխնացուներն էլ մեր հայրենակիցներն էին, այդ պաշտոնը զբաղեցրել է Ռաֆի Մանուկյանը, ով դրա փորձը մինչ այդ էլ ունեցել է։ Եվ նույն օրը կայացել են նաև նահանգային ու դաշնային մակարդակի նախնական ընտրություններ, ազգությամբ հայտնի տեխնացուներ կային այստեղ։ Այո, հունիսի 2-ին կայացել է նաև դաշնային ներկայացուցիչների պալատի նախնական ընտրությունը, այսպես կոչված primary-ը, եւ 30-րդ ընտրատարածքում, որը ներառում է ամենահայաշատ քաղաքները Գլենդելը եւ Բրբանկը, տեխնացություններ առաջադրել մեր հայրենակից Օհան Ջոն Արմենյանը, ով աստրոֆիզիկայի ոլորտի հայտնի գիտնական է, ցավոք նա պարտվել է եւ դա միանգամայն կանխատեսելի արդյունք էր հաշվի առնելով այն, որ նա որպես անկախ տեխնացու էր առաջադրել իր տեխնացությունը անկուսակցական, իսկ սովորաբար անկուսակցականները շատ ցածր շանսեր ունեն։ Բայց լավ լուրը այն է, որ այդ ընտրատարածքում primary-զում հաղթել է Լորա Ֆրիդմանը, ով չնայած իր հրեական արմատներին հայ լոբիստական կազմակերպությունների հավատարիմ պարտնյորն է եւ ԱՄՆ կոնգրեսում բազմաթիվ հայանպաստ նախաձեռնությունների հեղինակն է։ Նա այսպես հեշտ հաղթել է իր մրցակցին եւ շատ մեծ հավանականությամբ վերջնական ընտրություններին, որոնք նոյեմբերին կկայանան, կկարողանա հաղթել իր հանրապետական մրցակից Սքոթ Մայերսին։ Նախնական ընտրություններ են կայացել նաեւ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի ասամբլեայի
Ֆրանսիայի ընտրություններում 41-րդ ընտրատարածքում կրկին իր տեխնացություններ առաջադրել մեր հայրենակից դեմոկրատ Ջոն Հարաբեցյանը, ով մոտ գրեթե 60% ձայներ հավաքել, այսինքն ջախջախել էր հակառակորդներին, եւ քանի որ այդ ընտրատարածքը ավանդույթի համաձայն դեմոկրատական է, այսինքն տարիներ շարունակ միշտ դեմոկրատներն են այստեղ հաղթել, գրեթե այսպես առանց կասկածելու կարող եմ ասել, որ նոյեմբերին այդտեղից էլ լավ լուր ենք ստանալու։ Շնորհակալություն, Արծրուն։